Արգել պարոն Հովհաննիսյան, լավական ու արգելի անդամներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ 2022 թվականի ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են, կներկայացնեմ քաղաքային զարգացման մեջ կենսական նշանակություն ունեցող ծրագրերից մի քանիսը։ Մասնավորապես Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման նպատակով Երևան համայնքի կողմից ձեռք է բերվել թվով 252 միավոր շարժակազմ, որից 87 ման մագնիշի ավտոբուսներ, 150 թոնկ մագնիշի ավտոբուսներ, ինչպես նաև 15 յութոնկ մագնիշի տրոլեյբուսներ։ Բոլոր տրանսպորտային միջոցները հարմարեցված են սահմանափակ տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց համար։ Երևան քաղաքի Աչափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նպատակով 2022 թվականի օգոստոսին մետրո Կիպրոտրանս ընկերության կողմից հանձնվել են նախահաշվարկային փաստաթղթերի կազմման առաջին փուլի արդյունքները, նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները ըստ նախնական գնահատումների, ամբողջական նախագծի պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի։ Միասնական տոմսային համակարգի մասով 2022 թվականին կատարված աշխատանքների արդյունքում 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր, հայտարարված մրցույթի աշխատանքները, համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն 2023 թվականին։ Շահագործման է հանձնված Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, որը կապ է հաստատել Երևանի Մալացիա-Սեբաստիև Շենգավիթ վարչական շրջանների միջև։ Նորակառուցված ճանապարհահատվածը ներառում է Հրազդանի գետի վրա կառուցված մետաղական կամուրջ եւ հանդիսանում է Երևանի 5-րդ խոշոր կամուրջը։ Ավարտին է հասցվել Արամ Խաչատրյան եւ Մամիկոնյանց փողոցների իրար միացնող ճանապարհահատվածը եւ ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները ճանապարհը հանձնվել է շահագործման։ Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող Երևանի էներգոարդյունաբերության ծրագրի շրջանակում թվով 15 մանկապարտեզներից նախատեսված մանկապարտեզների վերակառուցման, ինչպես նաև էներգախնայող միջոցառումների իրականացման ծրագրի արդյունքում 15 մանկապարտեզներից 10-ում աշխատանքները ընթանում են, թվով 4 մանկապարտեզներ, երկուսը 2022-ին, երկուսը 2023-ին արդեն իսկ հանձնվել են, մեկ մանկապարտեզը գտնվում է մրցույթի ընթացքում, մրցութային ընթացքում է։ Նախորդ տարվա ընթացքում շահագործման են հանձնվել նաև համայնքային միջոցներով հիմնանորոգված թվով 8 մանկապարտեզներ։ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի հետ 2022 թվականին թվով 6 մանկապարտեզների տանիքներում իրագործվել են աշխարհի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև էներգաէֆեկտիվության բաղադրիչը ներառյալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարվել է Երևանի ենթակայության մի շարք առողջապահական ընկերությունների վերակազմակերպում, միացման եղանակով, ուստի ընկերությունների կարիքները վերագնահատվել են, ըստ որի ձեռք են բերվել թվով 38 միավոր սարքավորումներ։ Նախորդ տարվա ընթացքում Երևանի երկու պոլիկլինիկաներում կատարվել են հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ եւ ավարտվել են։ Ըստ սահմանված ժամանակացույցի շարունակվել են փողոցների մայթերի բակային տարածքների ասֆալտապատման, եզրաքարերի, մայթերի բազալտե եւ բետոնե սալիկների տեղադրման աշխատանքներ, բարեկարգվել եւ կառավարվել են բակային տարածքները։ Իրականացվել են ընթացիկ հարթ եւ թեք տանիքների, ինչպես նաեւ շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։ 2022 թվականում իրականացվել է Երևան քաղաքում մոտ 1755 կիլոմետր երկարությամբ արտաքին լուսավորության շանցի շահագործում, ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ձեռք են բերվել ամբողջ տարվա ընթացքում 4178 LED լամպեր, որոնք նաև կապահովեն էներգախնայողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակի արտաքին լուսավորության LED լուսամփոփները արդիականացվել են, թվով 37 հատ։ Ընդհանուր ցանցը երկարել է մոտավորապես 50 կիլոմետրի չափով։ Նախորդ տարում մեկնարկվել են նոր Արաբկիր զբոսայգու բարեկարգման, Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի
լուսավորության կարգավորման հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգու բարեկարգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2023 թվականին։ Հաշվետու ժամանակահատվածում համայնքի կողմից փոխարինվել է թվով 467 նոր վերելակ։ Շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախորդ տարվա ընթացքում իրականացվել են մեծ կարևորություն ունեցող աշխատանքներ, մասնավորապես կազմակերպվել է Երևանյան լճի ափամերձ տարածքների ջրային հատվածի եւ ափի մաքրման աշխատանքները, իսկ Հրազդան գետի վրա տեղադրվել է աղբավոսիչ ճաղավանդակներ։ Երևանյան լճի վրա նաեւ նշեմ, որ տարածաշրջանում առաջին անգամ նախադեպը չունեցող լողացող արևային կայանի տեղադրումն է իրականացվում Հայաստանի Հանրապետության վերականգնող հիմնադրամի վերականգնող էներգետիկայի հիմնադրամի կողմից, ինչպես նաև Արթույթի կողմից համատեղ ուժերով ավարտից հետո կհանձնենք շահագործման։ Ինչպես տեղյակ եք, մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քարեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղման, էներգոարդյունավետության, վերականգնող էներգիայի, կլիմայի փոփոխության ազդեցության հարմարականության հատուկ միջոցառումների իրականացման համար։ Այս գործողությունների շրջանակներում մեկնարկվել է էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ուղղված աշխատանքներ եւ ամբողջ 2022 թվականին մեր իսկ ենթակայության գտնվող հիմնարկություններում կատարվել է էներգոաուդիտ, ինչը հնարավորություն է մեզ տվել համապատասխան կարգով ուսումնասիրել ծախսերը եւ համապատասխան միջոցառումներ իրականացնել էներգիայի, գազի եւ ջրի ծախսերի նվազեցնելու ուղղությամբ։ Ոլորտային իրազեկման աշխատանքները նույնպես չեն անտեսվել, արդեն ավանդական դարձած էներգիայի շաբաթ միջոցառման շրջանակում նախորդ տարի կազմակերպվեց եւ իրականացվեց իրազեկ սերունդ կայուն ապագա խորագրով գրող երկօրյա ուսումնական սեմինար միջոցառումները, ինչը հնարավորություն տվեց նաև մեր փոքր սերունդին սովորեցնել էներգիայի ճիշտ օգտագործումը, խնայողության մեխանիզմները, որից հետո տեղի ունեցավ համապատասխան ներկայացում, համապատասխան էքսպո ցուցահանդես, որտեղ ներառված էին ոլորտի մեծ խաղացողները ներկայացրեցին իրենց իսկ հաջողությունները, այդ տարում արձանագրված հաջողությունները։ Ավարտին հասցրեց Երևան Արևային համայնք դրամաշնորհային ծրագիրը, ինչը ենթադրում էր թվով 97 բազմաբանական անբնակելի շենքերի տանիքներին տեղադրել ֆոտովոլտային կայաններ։ Այդ ծրագրի շրջանակներում նաև 300 անապահով ընտանիքին տրամադրվեց 5-ական լուսադիոդային լամպեր։ Երևանի քաղաքապետարանի 2 վարչական շենքում, Արգիշտի 1 եւ Բյուզանտ 1/3 շենքում տեղադրվեց նույնպես ֆոտովոլտային կայաններ, որոնք ապահովում են մոտավորապես 35%-ի չափ էներգոծախսի կրճատում։ 2022 թվականին քաղաքային վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում Երևան-Վարշավա-Տիրանա մայրաքաղաքների համագործակցության ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ, ինչը կայացել է եւ 2023 թվականին կունենանք մոտ 600 պլաստիկ, թղթյա եւ խառը տեսակի աղբի համար նախատեսված տարաներ եւ թվով 2 աղբատար մեքենա, որոնք իրագործեն դրա տեղափոխումը, ինչպես նաեւ 330 հատ ապակու համար նախատեսված թափոնամաններ։ Նախորդ տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումներից էր նաև տեղական բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միանալը։ Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը եւ արդյունավետության բարձրացմանը, նպաստելով քաղաքապետարան-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությանը։ Նախորդ տարի մենք ավականու կողմից ընդունեցինք տեղական բաց կառավարման նախաձեռնությանը միացած արդեն Երևան համայնքի գործողությունների ծրագիրը, ինչը բաղկացած էր 3 կետից, այս տարվանի սկզբից 2023 թվականից արդեն իսկ մեկնարկել ենք համապատասխան գործողությունների ծրագրի իրագործումը։ Հավելեմ, որ նախագիծը օրենքով սահմանված անցել է բոլոր ընթացակարգերը, խորհրդի
նիստի քվեարկության արդյունքում անցել է հանրային քննարկում, այս տարի նաև հանրային քննարկում ենք իրականացել է թվով 12 վարչական շրջանների հենց մասնաշենքերում, ունեցել ենք բավականին մասնակցություն, մոտ 132 հոգի իրենց առաջարկներով, բոլոր առաջարկները ամփոփվել են, ինչից հետո քաղաքապետինքից խորհրդի որոշմամբ հարցը ներկայացել ենք ավականու քննարկմանը, այսքանը, շնորհակալություն։